Ժողովուրդ տեսեք ինչքան սիրում տեղը։ Տիպիկ արդենյան տունը։ Տանտերերը, ամուսիններ են, ու փաստորեն 4 սենյակն են վարձով տալիս, մի սենյակը իրանցն է։ Ես սիրուն տեղն ենք եկել։ Ամեն ինչը շատ բարձր մակարդակով է։ Այստեղ իրիկուները նստում ենք, ռեստորանից պատվիրում ենք, պիցցային հիմնականում տալիս, ուրիշ բան չէ, պիցցա ու խմիչքներ։ Դիմացում ռեստորանն է, իսկ այդ կողմում սենյակ ենք բարձրանում։ Այստեղ էլ եթե երեխաների հետ են գալիս, կարան խաղան ավազների վրա։ Ծխելը դե բնականաբար ներսում արգելված է։ Դրսում էլ այս վերջի սեղանների նստած են, մենակ ծխում, այս 2 սեղան են նստած։ Շատ սիրուն տեղը, շատ հավանեցինք։ Ով որ իրոք ուզում է հանգստանա, կարա գա այստեղ հանգստանա։ Ոսկե եղջերու է թարգմանվում։ Պարկինգն անվճար է։ Այստեղ կոդով դուռը բացելուց հետո մենք այս փոքրիկ միջանցքես, մեկը երևի աշխատողն է ապրում կամ վերջը անձնականը չի կարելի այնտեղ, այստեղ այս փոքր միջանցքն է, մի հատ էլ այստեղ սոքարան, ես էլ, հա, երևի իրանց ճաշարանի բանն է, դուռն է մյուս կողմից, բարձրանում ենք, այս կողմում 5 հատ սենյակ կա, հենց առաջինը մեր սենյակն է։ Այս էլ մեր փոքրիկ սենյակը, այնքան հաճելի տեղ է, շատ սիրուն։ Այստեղ ունենք մի հատ հայելի, որ մեզ կարանք մեջը նայենք։ Ինչ ունենք էլ այստեղ, պահարան, բռնակ չկա, բայց շատ սիրուն է, մաքուր, թարմ, ամեն ինչ հատակը, ահա, կարանք մեր հագուստները դասավորենք, այդ շատ լավ է, կոշիկները, դռները փակեմ, այստեղ սուքարան բաղնիկ, շուքած, քրտնած, ժողովուրդ, հոգնած, սրբիչները կան, ես իհարկե վերցրել եմ հայավարի, սրբիչները վերցրել եմ հետս, մաքուրա նոր վերանորոգված, շատ սիրուն է, շատ հավանեցի, սրա կարիքը չենք ունենա, անուշ բույր է ամբողջ բանում, որ ներս մտանք սենյակում էլ հետը անուշ բույր է այստեղ էրկոնը, կոնդիցիոները, այս կերանն էլ սիրունության համար է, հատակը շատ լավն է, նոր արած, անուշ հոտ է գալիս, տեսեք ինչ սիրուն, այս էլ գիրք հեռախոսման դնելու համար լամպերը ուսումնասիրում եմ էլի,
Սպիտակ եղենը մաքուր։ Հարցնում եմ ժալոզին կա։ Ասում հաբա ոնց ցույց տվե, չնայած ֆրանսերեն էր խոսում, հոլանդերեն հազիվ մի երկու բառ ասեց։ Ես հեսա կթարմանեմ, հասկանամ ինչա։ Այս էլ մեր իրերը տեղավորեմ, հեռուստացույցել ունենք, Աշոտն էլ մեքենան տեղավորեց եկավ։ Հա սուրճի ապարատ էլ ունենք։ Բաժակներ մաքուր, հա ես միանվագ բաժակներ եմ վերցրել, բայց կարիք չկար փաստորեն։ Այս տեղավորը։ Սուրճեր ունենա, սուրճի բանան է։ Հա, այս երևի բաներից է, սպասի։ Այս սուրճերից է շուտ։ Դիկատա։ Իսկատնա, ես ինչա։ Տենիա սուրճի դիկատա, մեկը կատա, մեկը բանա։ Հա մեկ սուրճը, մեկը կատ, Էսել շաքարավազա ինչա, այսա լավ նայենք, ծանոթանանք։ Հա էսել, որ ուզենանք սենյակը մաքրեն, կախենք դրան վրա, որքան մաքրեն։ Խոսել չի կարելի բարձր։ Շատ լավ սարկած, շատ սիրում, լավ տեղա։ Հյուրանոցա ժողովուրդ։ Սրանցից եմ ուզում մեր կողքը դրել։ Հա, սրանից։ Ինքան անուշ հոտ է գալիս։ Այստեղ էլ մի հատ ծանոթանանք, մի հատ զուգարն էլ այստեղ կա, մեկը պրիվե է։ Սենյակ։ Հա։ Ես անուշ հոտերը։ Դուրս ենք եկել ժողովուրդ ջան, տեղանքին ծանոթանանք, այսինքն իրականում մենք այս տեղում եղել ենք, հիմա արդեն գնանք տեսնենք ինչ ենք հիշում, ինչ ենք տեսնում, եկեղեցի կարծեմ, այնքան սիրուն տեղ է, այնքան գոհ եմ, գլխարկ վերցնենք ու գնանք։ Ժամանակ առ ժամանակ կնկարեմ, ձեզ ցույց կտամ։ Ժողովուրդ ջան, ինչքան սիրուն տեղ է։ Հիմա գնանք կենտրոնի կողմերը, տեսնենք ինչ կա կենտրոնի։ Փոքր գյուղ է, 1600-1700 բնակչությամբ տուրիստական տեղ է։ Ընդհանրապես այս կողմերում ամեն ինչ այս հանգստյան տներ են, էլի հանգստանալու տեղեր են։ Պասիվ հանգստի սիրահարների համար իդեալական տեղ է։ Այս կարող է իրանց քաղաքապետարանն է, գյուղապետարանը դրոշադրած։ Հա չէ։ Հենց առանձին տներ կան, որ վարձով տալիս են, այստեղ ոնց որ այդպես մի քանի ընտանիք իրար հետ վերցրել, գերմաներեն էին խոսում ընտանիքներով, եկել էին, հետ էլ խորոված են անում, Աշուտ ջան, խորովածի հոտ են գցել։ Հիմա գնանք ես ինչ արձանա։ Այստեղ մի հատ արձան կա, չգիտենք ով է, ժողովուրդ ջան։ Հա, այն կողմից պետք է նկարեի մեկ սիրուն ծաղիկներով։ Այսեղ էլ շատ սիրուն է նայ։ Նանք կենտրոն, նայենք ինչ կա, հա։ Բայց դու հիշում ես կենտրոնի տեղը Աշոտ։
Այնտեղ բաներ կար, քարտեզ կար, դրած բան կար։ Արածը դե որ գալիս հավաքում։ Փոստել կար, չէ։ Հիշում ես։ Չեմ։ Այսպես որ նայում եմ, ինձ թվում է անմարտաբնակ են, բայց չէ։ Բարակույրները կախած։ Գնում ենք կենտրոնը գտնենք։ Փոքր տեղ այլ կքայլենք, գայենք։ Ինչ կա, ինչ չկա։ Համել կտեսնեք այստեղի գյուղը, ֆրանսախոս հատվածի գյուղը։ Մոտավորապես մեր գյուղի չափ բնակչություն ունի էլի։ Աշոտ մեր գյուղի բնակչությունը ինչքան է։ Ծաղկահովիտը։ Այս գյուղի եկեղեցին է։ Կաթոլիկ եկեղեցի է։ Ժամացույցը ոնց որ ճիշտ է։ 6:30։ Հանգիստ խաղաղ գյուղ է։ Աշոտ չմտնենք։ Եկեղեցի չմտնենք։ Հա լավ, վաղը կմտնենք։ Ահա։ Կես ժամը մեկ զանգերը տալիս են։ Նայեք ես պստոյին, առանց վախենալու եկել կանգնել ածակուկը։ Ոյ, ինչ լավն ես դու։ Գնաց է, գնաց։ Գերանայում, բայց ես ինչ փոքր է։ Չել կարում քայլի։ Գնալու անգնի ավտոյի տակ է։ Թռնել գիտես գոնե։ Մենք դեռ գյուղի միակ խանութն ենք ման գալիս։ Իհարկե հիմա ռեֆտուր չունենք անելու, բայց տեղն իմանանք էլի։ Բայց այստեղ արդեն մեծ ծանոթ թված ինձ էլ Աշոտին էլ։ Հա, այստեղ հացաթխման բան հրուշա կեղենի խանութ է ոնց որ բուլանժերի Station de Trail։ Տեսնենք ինչ կա այստեղ։ Աշոտ, էս է կենտրոնը, հիշում ես։ Հա, էս է, էս փոքրիկ կենտրոնը։ Ես հիշեցի այստեղը։ Աշոտ, ինձ թվում է խանութը այն կողմի վրա էր։ Մենք այն ենք ենք գալիս։ Ժողովուրդ ջան, գտանք տեղը, այսինքն գտանք մեզ ծանոթ տեղը։ Փոքրիկ տեղը, բայց շատ հաճելի, շատ։ Աշոտ, ստե ոնց որ տեսարժան վայրերի բաները կան, մի րոպե, մի հատ նայենք։ Հա, էսա։ Sla linksaf naar Rulovo, de N884. Հա, այս GPS-ը չմանջատել։ Նայ, տեսարժան վայրերն են։ Սրանք կարելի է գնալ։ Հիմա գնանք, ուրեմն գնանք քայլենք մեծ ծանոթ փողոցներով։
Այս նույն ջուրն է ցիրկուլյացիա անում, հա։ Խանութը փակվելու գլխարկս ոնց որ մեծ է։ Խանութի խանութը փակվում էր, վերջի պահին հասանք, մեզ էլ ներս թողեց, նոր փակեց։ Հաց չունեին, մի փոքր հաց էինք էլ ուզում առնեինք, չկար։ Որպեսզի դատարկ դուրս չգանք, մի հատ պաղպաղակ ենք վերցրել։ Ասում ուտենք չաղանանք, շուտ դասնա ոչինչ, ես մի անկավոր չես չաղանա։ Հիմա քայլելու ենք, ժողովուրդ ջան։ Ինչ հետաքրքիր բան տեսեմ, ձեզ էլ ցույց կտամ։ Լավ շուկ է։ Հիմա բարձրանում ենք այս վերելքը, ժողովուրդ ջան, քայլենք մեզ ծանոթ տեղերով, նայենք ինչ փոփոխություններ կան, թռչունների անուր, ձայնն էլ մեզ ուղեկցում է։ Եսեք ինչքան վերելքը։ Շոքա, բայց քամի կա, հետը լավ է։ Երկու շիշ էլ ջուր ենք վերցրել։ Հանգիստ բարձրանում ենք մեր համար։ Հանգիստ տեղը։ Այն ինչ որ պետք է իսկական հանգստի համար։ Անտառի եզրի հետ տները։ Նայեք ինչքան բարձր են։ Ինչքան բարձր է, ու հələ բարձրանում է։ Գյուղը մնաց ներքևում, նայեք հեռվում է գյուղը։ Ես ինչ լավ տեղ է սրանց տունը։ Ամրոցը, այն ամրոցը հեռու, հա տեսնում եմ, դրոշը, վաղը կգնանք այդ ամրոցը, տեսնենք։ Ափսոս ես հեծանիվ չեմ քշում, թե չէ հեծանով կարայինք բարձրանայինք։ Դժվար։ Այս վերելքի վրա չէ, բայց կարելի էր մոտակա տեղերը հեծանիվով ման գալ։ Բայց ամեն քայլափոխի հյուրատներ են։ Ինչքան խելացի են, իրաց տները այնպես են դասավորում, այնպես են սարքում, որ ավելսենյակները հյուրատուն են տալիս իջևանատուն։ Իջևանատուն ու հյուրատունի տարբերությունը որն է, ժողովուրդ ջան, թե այդ իջևանատունը որտեղից հիշեցի։ Հյուրատուն են սարքում ու շատ լավ փող են աշխատում։ Ու շատ հաճելի է, ես էլ սիրով կանեի այդ գործը։ Նայեք ինչքան գողտրիկ տեղերում են տները։ Տեսեք ինչքան սիրուն է։ Գալիս եմ, Աշոտ ջան, գալիս եմ։ Անգամ լվացք եմ փռել դուրսը։ Տների առաջ փայտեր էսպես կտրել դարսել են գերանները։ Հա։ Հա, գիրովականց են բերել, Աշոտն ասում է։ Հա։ Այն մի տունը, որ նկարում էի, մի հատ տատիկ էր դուրսը կանգնած նայում էր, բարևեցի, ինքն էլ բերանը լայն բացեց ու պատասխանեց, ուրախացավ։ Այստեղ անտառն է։ Մենք էլ դրել եմ, որ մեքենաները կամաց անցնեն, 30 արագությունը դրած։
թփերով պարիսպները շատ սիրուն են։ Ծառերը նայեք բները ներքև մասերը այսպես հա բան սետկայա ցանցը Տեսեք ամբողջն այդպես է արած Ինչից է պաշտպանում Բաստի Տեսեք ինչ անդունդը ինչքան բարձր ենք Այստեղ շատ այս ամբողջությամբ թերթաքարեր են այս ամբողջ եզերով այս որ տեսնում եք չէ լրիվ թերթաքարեր են Այստեղ շատ կան թերթաքարերից սարքած տներ սև գույնի ու շատ սիրուն են իդեպ Այն գյուղում ենք մնում նայեք ժողովուրդ ջան են սիրուն վերևը ամրոցն է հեռու մի հատ մոտեցնեմ ահա տեսեք ամբողջ բնության մեջ Այստեղ մարդիկ ի տարբերություն մեր հողի հոլանդախոսների շատ ավելի բաց են անցնում բարևում են շփտերես են ֆրանսիացիները լավ ժողովուրդ են էլի Եսի մեր հողում ամեն դեպքում այսպես չի Կան եզակի մարդիկ, որ այսպես ասում են, ժպտում են Այստեղ շատ սիրալիր են մարդիկ Ինչքան սիրուն է գյուղը ներքևում է Այս վերևում մինչև այդ անտառի փեշը տներ էին Շատ նոր սարքած բաներ էլ կային Ինչքան սիրուն է այստեղ Շատ սիրուն տուն է Շատ սիրուն բան է այգի է Սրանք էլ աղբի համար են սարքել կամ ավելի շուտ ենքան հինա, որ արդեն քանդվում է Աշոտ հիշում ես նայ խոտա հնձում, հիշում եմ ես այն ժամանակ էլ, որ անցնում էինք, տեսնում էի Ես ինչքան սիրուն տեղեր են Ժողովուրդ ջան, դե ասեք էլի ինչքան սիրուն է Դե տեսեք ինչքան սիրուն է Ես կողմի վրա աշխատում Այս ինչա տեսնենք վաճառքի է Չես ուզում Աշոտ Վաճառում են Այս ինչի հոտն է տեսնես, այս ինքան անուշ հոտ է գալիս Ձոր փայտի հոտ 10 կիլոմետր ավել քայլեցինք, հոգնած, շոքած Տուն ենք եկել ժողովուրդ ջան հանգստանանք Կհանդիպենք հաջորդ վլոգում Լավ մնացեք, սիրում եմ ձեզ, հաջողություն